Բարի երեկո, ձեզ հետ Սուրանկյունն է, որի առաքելությունը մեր իրականության սուրանկյունները բացահայտելն է։ Հաղորդաշարի արժեքն ամենից առաջ որոշվում է ճշմարիտ բովանդակությամբ, որովհետև մեզ համար կիսաճշմարտությունը ոչինչ չարժե։ Մեր ստեղծագործական խմբին հատուկ ամեն ինչից առավել էականը եւ ազնիվը բանականությունն է։ Այսօր Սուրանկյան տակ են։ Վարելիքի շուկայի հսկաները, բենզինի ներկրման ճանապարհներն ու գների բարձրացումը։ Կադրից դուրս ինչ պատմեց խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարն ու ինչ որակի բենզին են գնում։ Համաերևանյան շրջայցի արդյունքներն ու մրցակցության բացակայության պատճառները։ Նելի Հարությունյանի լրագրողական հետաքննության հետքերով։ Ռեգուլյար բենզինը վաճառվել է սուպերի տեղը։ Որեւէ իմացող սես բանը կատարում մեծ խնդրեմ է։ Ներդրումների բացակայություն թե ստվերային բիզնես, օցերի թույնն ու վաճառքի սև շուկան, ինչու են հակաթույն ներկրում եւ որտեղ է սպառվում տեղականը, կոբրայի եւ գյուրզայի ընդհանրությունն ու չբարձրաձայնված դեպքի մանրամասները, կորսված հարստություն 2, Արմեն Աթալյանի հետաքննությունը։ Հաստատ գիծ է։ Ահա։ Այդ մարդիկ չկան էլ։ Գյուղացի վերավաճառող սպառող շղթայի թույլ օղակներն ու ինքնաբուխ գործող մարզային գյուղ շուկաները, ովքեր են հարստանում մեր հաշվին եւ ինչ գումարներ են ջուրը լցնում։ Բանկային տոկոսներն ու գյուղացու դառը քրտինքի արժեքը Սուրանկյունը ներկայացնում է։ Որևիցե վերավաճառող շուկայում վաճառք չի իրականացնում։ Էդի ստի բանը, էլի առնող ծաղուր է տարում ընդ ծաղում։ Դաժանվթարի բացառիկ կադրերն ու Մասիսի բնակչի ինքնասպանության փորձի կանխումը, արդյոք վրայերթից հետո ծեծի է ենթարկվել եւ ում էր հերոսացնում դեպքից մի քանի րոպե անց։ Սարալանջի ճանապարհի փլուզման իրական պատճառներն ու Պորշեի անավանական արկածները Շամշյանը ներկայացնում են։ Շնամարտն ու օրենքի արգելքը, ինչու է աղավաղվում հայկական գամբրի բրենդը եւ ով է կանգնած դրա հետևում, վայ մարդկանց խրախճանքն ու հազարավոր դոլարների հասնող խաղադրույքները, ինչեւ 18 տարեկանների դիտումը արգելվում է։ Նա ամեն րոպե պատրաստ է ոչնչացնել։ Դեռևս 1919 թվականին բրիտանացի հայտնի հետախույզ Իրաք պետության հիմնադիր Լորենս Արաբացին ամերիկյան մի պարբերականի հարցազրույցում խոսելով հայերի մասին բառացիորեն ասել է հետևյալը. հայերը ոչինչ չեն անի եւ չեն ծախսի։ Նրանք ստանում են եւ պահում, վաճառում են միայն նորից գնելու, ավելին ստանալու համար։ Նման կատարելագործված եւ իսկական առևտրական ոգու զարգացումը էվոլյուցիայի արդյունք է, որում աստիճանները տարբեր են, իսկ հայերը բարձրագույն աստիճանն են։ Եթե հայերը երբևէ հնարավորություն ստանան, եթե երբևէ տիրեն հողագնդի մի մասը, կտիրեն ամբողջ հողագունդը եւ մնացյալներին կպարտադրեն աշխատել։ Ահա թե ինչից են վախենում թուրքերը եւ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են հային։ Լորենս Արաբացու այս խոսքերը թերևս հավելյալ ապացույցն են ներկայիս իրողության, երբ բնակչության մի ստվար հատված հարստանում է առանց բարիք ստեղծելու։ Մեր նախորդ թողարկմանը խոսելով վաշխառուների մասին նշել ենք, որ վաշխառությունը քրեորեն պատժելի է։ Այդ մասին իհարկե գիտեն նաև տոկոսով փող տվողները, սակայն ինչպես վկայում է վաշխառության մասին կցկտուր վիճակագրությունը, նրանց թիվը աճում է։ Աճում է նաև վերավաճառողների թիվը, որոնց այսօր կանդրադառնանք։ Մի բան պարզ է, եթե ուրիշի քրտինքով հարստացողներն ավելանան, իսկ ինչպես հայտնի է վերավաճառողները ավելի շատ եկամուտ են ստանում, քան արտադրողները, ապա ոչ հեռու ապագայում չեն կարողանա անգամ բերք արտադրել։ Սրան եթե ավելացնենք բանկային մեծ տոկոսադրույքները, որոնք Դամոկլյան սրի պես կախված են խեղճ գյուղացու գլխին, ապա Լորենս Արաբացու բնութագրումը կարելի ասել կհամապատասխանի իրականությանը։ Մի տարբերությամբ, որ թուրքերի եւ այլազգիների փոխարեն կլինեն հենց հայերը։ Ասել է, թե հնարամիտ ու զարգացման բարձրագույն աստիճանի մնացած մի բուռ հայերը հենց իրար էլ կշահագործեն։ Այս ամենը ասվեց այն նպատակով, որ փորձենք հասկանալ վերավաճառողների ծագումը, նրանց հոգեբանությունը, երևույթի պատճառները։ Եվ այսպես հարստանալ մի քանի վայրկյանում։ Ներկայացնում է Շուշանիկ Միրզոյանը։ Արարատյան դաշտում գյուղմթերքների մանրամեծածախ շուկաների թիվը տարեստարի աճում է։ Մարդիկ գերադասում են իրենց աճեցրած բերքը էժան գնով վերավաճառողներին կամ սովորական գնորդի տալ գյուղում, քան Երևան հասնել։ Դա թե ժամանակի, թե ռեսուրսների կորուստ է։ Ինչով տանի։ Մալաքիա մտնել ելնելու համար 10,000 դրամ փող ապրել։ Միջև Երևան տանենք, բերենք, այսքան ճանապարհածախսա չեք, այստեղ ավելի մաչել, ավելի հարմար է։ Ոչ պակաս կարևոր են նաև վերավաճառողների հետ բարդ ու կարելի է ասել թշնամական հարաբերությունները։ Նրանք գրավել են մայրաքաղաքի ու հանրապետության մյուս մեծ բնակավայրերի շուկաները, եւ գյուղացին այստեղ այլևս անելիք չունի։ Մինչև ժամի 6 իրավունք ունես բացես ծախես, նրանց հետո էլ պիտի 10 առնող ծախողների թողնես։ Այսինքն առնող ծախողները չեն թողնում, որ գյուղացին մտնի շուկա։ Բնական է։ Առևտրականը կամ թողողը ժողովրդին, թողողը ժողովրդի որ է կայնին դեր։ Իսկ այդ գյուղատնտեսական է, որ շաբաթ կիրակի օրերը դրեցին է։ Էդի ստի բանը, էլի առնող ծախողն է տարում ընդ ծախում, գյուղացին այնտեղ չի մտնում։ Արդյունքում մարդիկ ամիսներ շարունակ տանջվում են դաշտերում, իսկ տարեվերջին չեն կարողանում գոնե վարկերը մարել։ Մինչդեռ գյուղերում վարկի տակ են գրեթե բոլորը։ Վարկ շատ ունեմ,
Ինչքան է։ 1 միլիոն։ Կարակ ծափ, եկես։ Տները պետք է տան փողամետ։ Բակի շատ մեջ, միլիոնի կես։ Գյուղացին չգիտի ինչ անի, կամ պետք է տուն տեղ ծախեն, կամ էլ դրսից որպես օգնություն ուղարկվող փողերով վարկ փակեն։ Ասում էին վաղ առավոտվանից մինչև իրիկուն կրացած աշխատում ենք դաշտերում, փող ծախսում, պարարտանյութ ու դեղեր գնում, ոռոգում, բայց միևնույն է, մի հալի չենք հասնում։ Կամ բնությունն է բերքը տանում, կամ էլ վերավաճառողը էժան տանում ու մեկը մեկին փող աշխատում։ Գնային տարբերությունը մայրաքաղաքի ու գյուղի տոնավաճառներում իսկապես որ զգալի է։ Եթե բիրիքով տանեն 200 դրամով։ 50 դրամ։ 10 դրամները պամուդորին 500, Բադրջանը Գյուղացու հոգսը թեթևացնելու ու սեփական արտադրանքը մայրաքաղաքում իրացնելու նպատակով Երևանում գյուղմթերքի անվճար տնավաճառներ սկսեցին կազմակերպվել դեռևս անցած տարվանից։ Նպատակը մեկն էր՝ գյուղացին կստանա ավելի մեծ եկամուտ, քան մեծածախից, իսկ քաղաքացին կգնի ավելի էժան, քան վերավաճառողներն են առաջարկում։ Դոկմեն ասում են թանկա, թանկ չի, մեր մոտ սաղ էժան է, նաբարոտ, սաղի մոտի գնի, չի էժան է, 100 դրամ է։ Դեպատիլարն ենք բալաջան, մեր թոքյակին չի ծազում, համաձանքի, բայց ինք է։ Ծրագիրը նախաձեռնած գյուղնախարարությունում ասում են, թե տնավաճառների նկատմամբ հանրության վերաբերմունքը սուբյեկտիվ է։ Վաճառքի գինն այստեղ 10-15%-ով էժան է, քան մյուս շուկաներում։ Գնային տարբերություն չենք տեսնում։ Գյուղացին տրանսպորտային ծախսերը իրականացնում Երևան հասնելու համար ժամանակ է կորցնում, հետևաբար պետք է մի փոքր բարձր լինի մեծածախի գնի։ Միայն սա է գյուղմթերքների տոնավաճառներում պտուղ բանջարեղենի համեմատաբար բարձր գների պատճառը։ Վերավաճառողներ այստեղ չկան, վստահեցնում է փոխնախարարը։ Այստեղ գալիս են անձնագրերով հավաքում են, գրանցվում են, ստանում են կշեռքը, համապատասխան պարագաների տաղավարի համարում արդեն իրականացնում են վաճառքը։ Որ տաղավարում եք կանգնած։ Վայոց ձորի մարզ, Գյուղմալիշկա։ Սա ձեր անձնագիրն է։ Որ տաղավարում եք գրանցված։ Քանասուններ, սա ձեր անձնագիրն է։ Այո։ Սա ձեր անձնագիրն է։ Այո։ Քարքարյան Վրեժ, Միասնիկյան, Գյուղարարատ։ Բացառապես վաճառում են գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները եւ որևիցե վերավաճառող շուկայում վաճառք չի իրականացնում։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը փոխնախարարի հետ համաձայն է մասամբ։ Ոչ թե վերավաճառողներ չկան, այլ քաղաքաբնակ վերավաճառողներ չկան, պնդում է նա։ Մենք այսօր ուրիշ տենդենս ենք տեսնում հենց գյուղական վերավաճառողների։ Այսինքն նույն գյուղում մեկը ունի մի անձնավարությունի տրանսպորտ, տեղափոխման միջոց, որը կարողանում է հավաքել մյուս գյուղացիներից իրենց արտադրանքը, բերել Երևան, ինչի՞ չէ, եւ նոր կազմավորվող շուկաներում հենց գյուղական այդ փաստաթղթերով, որ այդ գյուղում արտադրել, բայց փաստացի դա էլ է վերավաճառող։ Մեկ անգամ լուծելով գյուղմթերքի առևտրի հարցը կարող ենք ընդհանրապես այս հարցերը չքննարկել։ Այսօր էլ կարելի է շատ արագ հաջորդ տարվա համար օրինակ ավտոկայանի տարածաշրջանում, շամպայ գինիների գործարանի տարածաշրջանում, տեցի տարածաշրջանում ուղղակի դարպասներ ստեղծել, որտեղ գյուղացի գալիս է գիշերային մեծածախ առևտուրի անում, սուպեր մարքետներն ասեմ, խոշոր խանութներն ասեմ, որոնք զբաղվում են գյուղմթերքի առևտուրով, իրենց ուրեմն մասնագետները պետք է գնան այնտեղ, ձեռք բերեն ինչ գյուղմթերքի կարիք ունեն եւ դրանով ապահովեն իրենց խանութների առևտուրը։ Իսկ գյուղատնտեսության փոխնախարարը խորհուրդ է տալիս մայրաքաղաքում ավելացնել գյուղմթերքի շուկաների թիվը, մեծացնելով առաջարկը։ Կայուն պահանջարկի պայմաններում դա անպայման կհանգեցնի գնանկման։ Շուշանիկ Միրզոյան, Վահագն Ալեքսանյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Ամեն ամառ տեղեկանում ենք, որ հանրապետության այս կամ այն վայրում օձը մարդ է խայթել։ Հայաստանում ապրում են տարբեր, այդ թվում թունավոր օձեր, որոնք միայն վնաս են տալիս, սակայն մասնավորապես Գյուրզայից կարելի է նաև օգուտ ստանալ։ Կարծում եմ գիտեք, որ օձի թույնն օգտագործվում է դեղագործության մեջ։ Աշխարհի զարգացած երկրներն օձի թույն են ներկրում Իրանից, Թուրքիայից, նաև Միջին Ասիայի երկրներից։ Մեր դեղագործական ընկերությունները ևս այդ երկրներից են ներկրում։ Որն է դեղագործության նպատակով օձի թույն ներկրելու հիմնավորումը, երբ մեր երկրում օձերի պակաս մանավանդ վերջին տարիներին չկա։ Դեղագործական ընկերությունները պատճառաբանում են, որ թույնը պետք է ստացվի միջազգային ստանդարտներին համապատասխան, այսինքն օձի թույն վաճառողը պետք է արտոնագիր ունենա։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր սեփական բուծարաններում օձեր են բազմացնում, սակայն միջոցներ չունեն բուծարանները օձի թույն ստանալը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու արտոնագրեր ստանալու համար։ Ասել է, թե եթե գտնվի գոնե մեկ գործարար, որ ներդրումներ կանի, կարող է շահույթ ստանալ ոչ միայն տեղական շուկայում պահանջարկը բավարարելով, այլև թույնն արտահանելով։ Թերևս այն դեպքերից կլինի, երբ կարելի կլինի ասել շահում եք դուք, շահում է պետությունը։
Եվ այսպես կորսված հարստություն 2 Արմեն Աթելյանի օծաքննությունը։ Օծապահ Իշխան Հակոբյանը հերթական ռեյդի է դուրս եկել հարազատ Դալմայի այգիներ։ Ահազանգ է ստացել, որ տարածքում օծ կա։ Էս ինչ օծ է։ Հա, յուրզա։ Շատ կա, տարածված է։ Դալմայի այգիներում հիմա շատ օծեր են հայտնաբերվել։ Ավարը տարվում է օծանոց, որտեղ վերջինին արդեն սպասում են տասնյակ ցեղակիցներ։ Այստեղ բացառապես գյուլզաներ են։ Սա իշխանի հոբին է, որը սակայն ունի նաև տնտեսական կողմ։ Այս օծատեսակի թույնը բավական թանկ է եւ օծապահը հույս ունի դրա առևտրով զբաղվել։ Մարլայով ենք մենք բանանում, էլի, պարզապես սա տեսնելու պահի համար եմ սենց անում։ Այս թույնը փաստորեն մի քանի հազար $1000 կարժում էր։ Հա, ահագին, եթե հասցվեր անմիջապես դեղագործական ֆաբրիկաները։ Օծի թույն վաճառելու համար լիցենզիա է տրամադրում բնապահպանության նախարարությունը։ Պարզվում է, այդ լիցենզիան ստանալն այնքան էլ դժվար չէ։ Դժվարը թույնի առևտուրը կազմակերպելն է։ 3-4 կազմակերպություններ կան Հայաստանի Հանրապետությունում, որոնց տրվել է թույլտվություն գյուղզա տեսակի օծ բռնելու եւ թույն արտադրելու համար։ 3-4 տարի առաջ է դա եղել։ Բայց ես կարող եմ ասել, որ որևիցե մեկը դրա այդ կազմակերպություններից շարունակեցին, այսինքն թույնի արտադրությամբ զբաղվել։ Այդ կազմակերպություններից մեկն էլ հիմնել էր իշխանը։ Ասում է ժամանակին թույնի բիզնեսով լուրջ գումարներ է վաստակել։ Գերմանիայից մարդիկ ունեի, գալիս էին ամեն տարի գրամը $1000 ստեղից ստանում էին։ Օծերի թույնը իր բաղադրությամբ բաժանվում է մի քանի խմբի։ Կան օծեր, որոնց թույնը ազդում է մարդու ընդհանուր օրգանիզմի վրա, կան օծեր, որոնց թույնը պարալիզացնում է նյարդային համակարգը, ինչպես կոբրաներինը, հա, եւ կան օծեր, որոնց թույնն ազդում է մարդու արյունատար համակարգի վրա։ Հայկական լեռնաշխարհում տարածված իժերի, այդ թվում գյուլզայի թույնը ազդում է հենց մարդու արյունատար համակարգի վրա։ Հայկական իժերի թույնի այս հատկությունը հաշվի առնելով 1985-86 թվականներին գերմանացիները կարողացան ստեղծել այդ թույնը պարունակող դեղեր, որոնք ախտորոշում էին արյան հիվանդությունները։ Հեմոֆիլիա հիվանդություն գոյություն ունի, այսպես ասած, կարելի է նույնիսկ այդ դիագնոստիկ պրեպարատներով մոտ 2 տարի առաջ, այսինքն որոշել տվյալ մարդը կարող է հիվանդանալ նման հիվանդությամբ։ Հիմա իշխանի հույսը մեր եւ դրսի դեղարտադրողներն են։ Հայաստանում արտադրվում են դեղամիջոցներ, որոնց բաղադրության մեջ կա օծի թույն, այն էլ մերոնք բերում են դրսից։ Ես 5 գրամ նվիրատվություն կանեմ մեր ազգի համար, թող դրանով էլ դեղ արտադրեն։ Մեր դեղարտադրողները սակայն ստիպված են հուսախաբ անել դաշտային պայմաններում օծ պահողներին։ Դեղերում օգտագործվելու համար թույնը պիտի համապատասխանի որոշ չափանիշների։ Հաստատ Հայաստան չկա մի կազմակերպություն, որը արտադրի ինչ-որ հումք, որը կարելի է դեղի մեջ օգտագործել։ Այդ GMP ստանդարտի, հա։ Այո, դա GMP դա կոչվում է Good Manufacturing Practice։ Դա նշանակում է սկզբից աշխատողի շորից ու իր գլխի մարզերից ու իր վրայի լողացած ու հիգիենայից չսած, վերջացած դեղի հումքից ու իր պահեստավորումը։ Սա ամբողջը պիտի տիրիլնի վիճակում լինի։ Արտասահմանի շատ դեղագործական կազմակերպություններ ունեն իրենց վաղեմի, այսպես ասած, գործընկերները, որոնցից ստանում են այդ հումքը։ Այսինքն Իրանից են կարողանում ստանալ, Միջին Ասիայից, Թուրքիայից, այսինքն նոր շուկա մտնելը շատ բարդ երևույթ է։ Դրսել են գյուղզայի թույնը թանկ է, հա? Ինչ-որ բան են անում, բայց ես կոնկրետ չգիտեմ մարդ, որ ռեալ արտադրում է, ու կարևորը ռեալ ծախում է։ 90-ականների սկզբին գիտեմ, որ լավ առևտուր արել են մարդիկ։ Այս 90-ական թվերին է գալիս ասում են ապե սնդիկ կա, առողջ են էլ ասում են հա առողջ է։ Այն գնում են առողջ մանգալը, այն գնում են սնդիկ մանգալ։ Ճիշտ էլ ասում 90-ական թվականներից թեման շոշափում է սնդիկի ու գյուղզայի թույնի։ Մեր երկիրն ունի թույնի պահանջարկ ավելի շատ հակաթույնների մասով, ասում են մասնագետները։ Չէ՞ որ հակաթույնը պատրաստվում է թույնից։ Հիմա Հայաստանն այն ներկրում է Զագրեբից։ Պետք է առնվազն 1000-ից 2000 ամպուլ դոզա արտադրվի եւ վաճառվի։ Այսօր մեր հանրապետությունում պահանջարկը որոշակի հաշվարկներով մոտարապես 500 ամպուլ է։ Մնացածն թող արտահանեն։ Դե արտահանելն է հենց խնդիրը, շուկա մտնելու խնդիր կա։ Հայաստանում կարելի է հակաթույն արտադրել, հումքն էլ կա, մասնագետներն էլ,
բայց մեծ ներդրումներ են անհրաժեշտ, որը մասնավոր բիզնեսը չի անի երբեք։ Գուցե պետության ինչ որ խնդիրը լինի աջակցել այդ նմանատիպ արտադրությանը իր հոգացության ներքո ինչ որ որոշակի քաղաքացիությամբ հակաթույն ստանալու համար։ Բայց ինչպես է այդ դեպքում ժամանակին իշխանն իր գյուզաների թույնն առանց պետական աջակցության ու առանց եվրո չափանիշներին հետևելու վաճառել, այն էլ գերմանացիներին։ Ուրեմն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Օծապահն ասում է, որ գնորդները այսօր էլ դիմում են իրեն, բայց քանի որ սև շուկայի հետ առնչվելու ցանկություն չունի, մերժում է։ Ծախ պտտվում գալիս են ինձ մոտ։ Որ իշխան թույն ասում եմ ով է ուզում։ Բա ուզող կա Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ասում եմ դե իրանց բերեք։ Թող տեսնեն սողունները։ Գիտնել անեմ։ Կնստենք կորոշենք ձեր փայլն դուք կվերցնեք։ Իմ արքու վաճառքի ժամանակ։ Այսինքն ձեր ուզած կլիենտներին չեք գտնում։ Չէ, գալիս են, բայց անմիջապես կլիենտին չեն բերում։ Սև շուկա եթե կա էլ դա փակուղի է մտնում, վերջի առնողը չկա։ Սև շուկա հասկացողությունը իրար վրա սուտ վաճառելն է։ Սև շուկան վտանգավոր է, օրինական շուկայում էլ գործում են դաժան կանոններ, որոնցից օգտվում են Թուրքիայի, Իրանի եւ Միջին Ասիայի թույն արտադրողները։ Հայաստանում առայժմ իշխանը սպասում է աջակցության, իր օձերի ֆերման վերականգնելու եւ գյուզայի թույնն արտահանելու համար։ Իսկ մինչ թույնը չի վաճառվում, սատկած սողունների համար գտել է այլ կիրառություն։ Յուղը ծառայում է որպես հոդացավի դեմ լավագույն միջոց եւ կաշին որպես աքսեսուարների կամ վերնիսաժում վաճառքի դրվելիք խրտվիլակների հումք։ Արմեն Աթալյան, Վահագն Ալեքսանյան, Զոհրաբ Կարամյան, Սուրանկյուն։ Հանրապետությունում շատ են գազով մեքենաշահագործողները։ Ճիշտ է, վիճակագրություն չկա, բայց ամեն անգամ դատելով բենզինի թանկացման դժգոհություններից կարելի է փաստել, որ քիչ են նաև բենզինով աշխատող մեքենաները։ Ինչու է թանկանում բենզինը։ Ներկրող խոշոր ընկերությունները, որոնք իդեպ նաև մանրածախ վաճառքով են զբաղվում, ամեն անգամ գնաճը հիմնավորում են համաշխարհային շուկայում արձանագրվող թանկացումներով։ Մասնագետները սակայն առանձնացնում են մի քանի հանգամանք, ինչը մեղմ ասած կասկածի տակ է դնում նշյալ հիմնավորումը։ Նախ հայտնի է, որ մեր ներկրողները բենզինը գնում են արտարժույթով, վաճառում դրամով, կրկին գնում արտարժույթ եւ նորից բենզին գնում։ Եվ այս շրջապատույտում դրամի արժևորման պարագայում նույն գնով բենզին գնելիս տվյալ ընկերությունը զգալի շահույթ է ստանում։ Երկրորդ, խնդիրը միջազգային ու տեղական շուկաների սիամական երկօրյակներին հատուկ պահվածքն է։ Հենց բենզինի միջազգային գները աճում են, մեկ կամ մի քանի օրում մեր երկրում նույնն է կատարվում։ Պարզից էլ պարզ է, որ թանկ բենզինը մեկ օրում Հայաստան չի բերվում։ Բացատրությունը մեկն է։ Բենզինի բիզնեսով զբաղվողները էժան ներկրվածը թանկ վաճառելով լրացուցիչ շահույթ են ստանում։ Եվ երրորդ, պարզվում է, որ ներկրողների պահեստավորված բենզինը միաժամանակ մեկ օրում վերջանում է։ Նույն օրը, նույն ժամին, նույն չափով բենզինի թանկացումն այլ բացատրություն չունի։ Այդուհանդերձ կարծում եմ, որ եթե ողջ լինեին հավանականության տեսության գիտակներ Բլեյզ Պասկալն ու Պիեր Ֆերման, տեսնելով մեր բենզալեցակայաններում միաժամանակյա թանկացումները, սրտի կաթված կստանային։ Այս արկղերում են բենզին ներկրող եւ իրացնող ընկերություններից ստացված փաստաթղթեր, թե ինչ գնով են ձեռք բերել բենզինը, ինչ գնով մաքսազերծել եւ ինչ գնով իրացրել։ Անցած 8 ամսում բենզինի գնի վայրիվերումներ թե միջազգային եւ թե ներքին շուկայում իհարկե շատ եղան։ Երբ էին դրանք հիմնավոր եւ երբ էին կուտակվում գերշահույթներ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն առայժմ չգիտի։ Պետք է սպասել մինչեւ տարեվերջ։ Մի քանի ամիսների ընթացքում ընկերությունների վարքագծի տատանումները կամ գնային տատանումներին մենք այս ուսումնասիրության ներքո փորձում ենք անդրադարձ չկատարել, այլ ընդհանուր ոլորտը ուսումնասիրել բավականին երկար եւ գլոբալ։ Կարճաժամկետ ուսումնասիրություններն ըստ հանձնաժողովի գործնականում հնարավոր չեն, խախտումներն էլ դժվար ապացուցելի։ Պետք է նկատել, որ հանձնաժողովի սահմանափակ հնարավորություններն էականորեն մեծացնում են բենզինի շուկայի գլխավոր խաղացողների բիզնես մանևրների հնարավորությունները։ Ահա թե ինչ հաջողացրի պարզել բենզին ներկրող խոշոր ընկերություններից մեկի պատասխանատուի հետ հեռախոսազրույցից։ Անունը չհրապարակելու պայմանով նա բացահայտեց ոլորտում գործելու նրբություններն ու ըստ էության գերշահույթ ստանալու մեխանիզմը։ Այսպես, եթե բենզինի 1 տոննան գնվել է պայմանական $5 եւ մինչեւ Հայաստանում այդ խմբականակի սպառումը միջազգային շուկայում տոննայի արժեքը հասել է $7, ապա անմիջապես ներքին շուկայում բենզինի գինը բարձրացնում են, որpիսի նոր ու թանկարժեք խմբականակը ձեռք բերելիս նվազագույն հարված հասցրած լինեն շահույթի իրենց մասնաբաժնին։ Եթե մեր ուսումնասիրության ընթացքում պարզվի, որ այս վարքագծի հետևանքով ընկերություններ ունեն չհիմնավորված գնային բարձրացումներ կամ չհիմնավորված գնային նվազեցումներ, ապա դա մրցակցության օրենսդրության տեսանկյունից խնդիրներ կարող է առաջացնել։ Անանու զրուցակիցս հայտնեց, որ շուկայի երկու խոշորագույն ընկերություններից մեկը բենզինի վերջին խմբականակը Հայաստան է բերել սեպտեմբերի 1-ին, մյուսը 11-ին։ Սակայն նույնիսկ այս տվյալներն ըստ մասնագետների չի օգնի հիմա պարզել, որքանով է հիմնավոր վառելիքի նոր գնաճը։
Մեր համար կարևորը, հիմնավորը դա այն երկրների արտանման գներն են, որտեղից Հայաստանի Հանրապետությունը ներմուծվում բենզին։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Ռումինիային եւ Բուլղարիային։ Բարձր գնի հետ մի կերպ կարելի է հաշտվել։ Գրեթե էլիտար դարձած վառելիքը ներկայում հանրապետությունում սպառում են մեքենաների առավելագույնը 20%-ը։ Բենզինի սպառման ծավալը սկսած 99 թվականից տարեց տարի նվազել է, մոտավորապես 230,000 տոննայից հասնելով 165,000-ի։ Այս տարվա 8 ամսվա տվյալով սպառումն ընդամենը 86,000 տոննա է։ Թանկարժեք մեքենաներ վարողներն ու իրենց սիրելի երկաթե նժույգների համար բենզին այն էլ բարձրակարգ։ Չխնայողներին օգտակար է իմանալ, որ թանկարժեք դեռ չի նշանակում որակով։ Կլինի արդյոք այս դեպքում պակասող շահույթը հրաշագործություններով լրացնելու անհրաժեշտություն, անկասկած այո։ Վերահսկողները վստահեցնում են, որ բենզինին ջուր խառնելով գերշահույթներ ստանալ ուղղակի անհնար է։ Այդպիսի պնդումներ անողները պարզապես ժամանակի դպրոցում ֆիզիկա եւ քիմիա առարկաները վատ են։ Խախտումը բենզինի որակի հետ կապված հիմնականում հետևյալ կերպ է իրականացվում։ Բենզալցակայանը նույն հորից, որտեղ միայն ռեգուլար տեսակի բենզին է, 3 տարբեր խողովակներով, որպես ռեգուլար, պրեմիում եւ սուպեր եւ 3 տարբեր գներով դիցկավորում է իրականացվում։ Խոսքն այս բենզալցակայանի մասին չէ։ Նման սխրագործությամբ աչքի են ընկել շատ այլ լցակայաններ։ Վերջի երամսյակում ստուգվել է Կամոել ընկերությունը, CPS-ը եւ Tornado ընկերությունը։ Բոլոր 3 ընկերությունների հայտնաբերվել են խախտումներ։ Բենզինի որակը շուկայի վերահսկողության պետական տեսչության ամենահսկվող ապրանքատեսակներից է։ 200,000 եվրո արժողությամբ հատուկ փորձարկման այս շրջիկ լաբորատորիայից տարածաշրջանում միայն Հայաստանն ունի, այն էլ 2-ը։ Լաբորատորիան ունիկալ է նրանով նաև, որ մարդկային գործոնը իսպար բացակայում է, այսինքն երբ որ մենք վերցնում ենք բենզինի նմուշ, պատասխանը սարքը ինքը իրան ավտոմատ տալիս է։ Տեսչությունն այս տարի արդեն ստուգել է 72 բենզալցակայանում վաճառվող բենզինի եւ դիզել վառելիքի որակը եւ փաստացի ջրի երես հանել այն, ինչի մասին կասկածներ գրեթե միշտ էլ եղել են։ Բնական անկա մարդկային ագահություն եւ փորձում են գերշահույթ ստանալ, ռեգուլար բենզինը վաճառում է որպես պրեմիում եւ սուպեր։ Մեր տեսչության կողմից միանգամից կասեցվում է տվյալ խմբականակի վաճառքը միջև խախտման վերացումը։ Բավականին շատ նման դեպքեր ունենք մենք։ Թեմայի հետ կապված ամենահետաքրքիրը մեզ սպասվում էր Արմեն եւ ընկերներ ՍՊ-ին պատկանող բենզալցակայանում։ 5 շաբթի տեսչությունն այստեղ ծրագրել էր վաճառվող բենզինի որակի համապատասխանության ստուգում։ Թե ինչ բացահայտվեց արդյունքում քիչ հետո։ Մինչ այդ ստիպված էինք ավելի քան 1 ժամ սպասել, մինչև բենզալցակայանի տնօրենը կվերադառնար Ծաղկաձորից։ Վերադառնալուն պես նա պահանջեց անջատել տեսախցիկը եւ հոխորտաց, թե դատի կտամես տարածքում առանց թույլտվության նկարահանում իրականացնելու համար։ Թեև նկարահանման ողջ ընթացքում որևէ մեկը թեթև ակնարկ անգամ չէր արել, թե նկարահանելու իրավունք չունենք։ Դժվար է ասել լցակայանի տնօրենն ավելի շատ զայրացել էր մեր ներկայությունից, թե տեսչության աշխատակիցների, բայց որ հյուրերի այստեղ չէին սպասում, հաստատ էր։ Այ քեզ պատմություն։ Ուրեմն ջնջի է հատված, ինձ հետաքրքիր չի։ Ջնջի հիմի, որտեվ ես ղեկավարություն ունեմ, որ դա իմացան սես բանը կատարում, մեծ խնդրեմ է։ Ես ու դու էլ թշնամանքի առաջացնում։ Բայց ոչ մի իրավունք չի կողմը ֆորմա անեք։ Ֆորման չի կարելի հատել, չբերեք չմերեք, իրանց հետ ենք եկել, իրանց գործունեությունը պետք է լուսաբանել։ Գործունեությունը դուրս է։ Ադրենք վերեցեք, իսկ ով է իրավունք է, որ ասեք մի որակի տակ, մի բենզինի տակ այսքան որակով եք վաճառում։ Ես եմ որոշում իշխեմ ասում։ Տևական բանակցություններից հետո լցակայանի տնօրենը վերջապես ստորագրեց անհրաժեշտ փաստաթղթերը եւ համաձայնեց տեսուչներին վաճառել փորձանմուշներ։ Ամեն մի նմուշից վերցնում ենք 3 տեսակ, 2 տեսակը բերում ենք այստեղ, մեկը թողում ենք իրենց մոտ հսկիչ նմուշ։ Իդեպ, մինչ ողջ այս իրարանցումը կսկսվեր, մեր տեսախցիկը հասցրել էր ֆիքսել մի կարևոր նրբություն։ Նկարահանման սկզբում Արմեն եւ ընկերներ ՍՊ-ին պատկանող լցակայանի գնատախտակը այս տեսքը ուներ։ Վարկյաններ անց արդեն հետեւյալ։ Սա նշանակում է կամ սուպեր անվան տակ այստեղ վաճառվում էր լավագույն դեպքում նույն պրեմիումը, կամ պատահմամբ հենց մեր ներկայության ժամանակ սուպեր տեսակի բենզինը սպառվեց։ Տնօրինությունը սրան պատասխանում է 1 բառով՝ զուգադիպություն էր։ Սուպերները չեն համապատասխանում, շատ ալնում էլ այդպես դեպքեր։ Նույն օրը շուկայի վերահսկողության տեսչությունը պլանային ստուգում ուներ եւս մի բենզալցակայանում, որը պատկանում էր Տիգրան Գրիգորյան եւ ընկերներ ՍՊ-ին։ Քաշքշուկներ այստեղ չեղան, փորձանմուշներն էլ առանց երկար բարակ պարզաբանումների հանձնվեցին տեսուչներին։ Հիմա ամենակարևոր պահը՝ 30,000 եվրոյանոց այս սարքը տալիս է բենզալցակայաններից վերցված փորձանմուշների որակի եզրակացությունը։ Տեսակարար կշիռը 737, այսինքն անցնողա բենզոլի քանակը։ Էլի համապատասխանում է։ Օլեֆինները էլի նորմայի մեջ է։
Այսինքն բոլոր որակական հատկանիշները պահպանվել էին։ Փաստորեն հիմնականում կարելի արձանագրել, որ անցյալի օրինակով բենզալցականները ստիպված չեն լինի նորից խոշոր տառերով գրել հորեսարև մաքուր բենզինը։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Վահագն Ալեքսանյան, Սուրանկյուն։ Մեր շախմատիստները իրական հերոսներ են, որոնց փայլուն խաղը բոլորիս պարգևեց երջանկության պահեր ու արդյունքներ։ Ու հենց նրանք բոլորիս համար պետք է դառնան ամեն լավագույնի չափանիշը։ Երբ Լևոն Արոնյանը շնորհակալություն էր հայտնում Հանրապետության եւ շախմատի ֆեդերացիայի նախագահին մեծ աջակցության համար, հիշում եք, թե ինչ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։ Մարդ ինչքան համեստ պետք է լինի, որ իր մեծարման երեկոյի ժամանակ շնորհակալություն հայտնի ուրիշին։ Համաձայնեք, մեզանում չտեսնված ու չլսված մի բան։ Չէ՞ որ մենք սովոր ենք, երբ անգամ չնչին գործը կատարողը փարաբանվում է, այդպես արժեզրկելով արվածը։ Իսկ Արոնյանը համեստորեն լռում էր եւ անկեղծ շփտում։ Սա էր պատճառը, որ սոցիալական ցանցերում շատերի մոտ հիացական մեկնաբանություններ կան, ոմանց մոտ էլ զարմանքի անկեղծ դրսևորումներ։ Ոնց, սենց մեծ հաջողությունների են հասնում ու չեն թմկահարում։ Ու հենց սա է փոքր պետություններին բնորոշ ցավը, որտեղ իշխանիկները թագավոր են, իսկ հասարակ մահկանացուները իշխանիկ։ Ու արդյունքում թյուր կարծիք է ձևավորվում, թե Հայաստանը այս բանը չի կարող, կամ Հայաստանին այս բանը թույլ չեն տա անել, որովհետև փոքր երկիր է եւ այլն։ Այնինչ, պատմությամբ ապացուցված է, որ երկրի ֆիզիկական չափերով կամ բնակչության թվով չի որոշվում պետության մեծությունը, այլ նրանով, թե աշխարհին ինչ է տվել։ Հայ շախմատիստներին պետք է անցնել որպես հայի նոր տեսակ բոլոր իմաստներով։ Նրանց հաղթանակները ոչ միայն շախմատասերների, այլև մարդկության համար են։ Նրանց, ովքեր ընդունում են ոչ միայն մտքի, այլև աշխարհի խաղի կանոններն ու իրենց աշխարհի մաս համարում։ Ու լավ կլիներ, եթե Հունգարիայի եւ եվրոպական երկրների ղեկավարները ճատրակ խաղալ սովորեն։ Գուցե դա կօգնի աշխարհին նայել առանց վախենալու եւ գնահատել Հայաստանի իրական մեծությունը։ Գուցե ասվածից պաթոսը շատ էր, բայց պորտքումն անկեղծ էր։ Գևորգ Էմինտերյանը հերթական պամֆլետով կբացահայտի ավանդական եւ նոր հայերի տարբերությունը։ Թող լսեն նրանք, ովքեր տարապում են դարերից եւ գեներով ժառանգած անլիարժեքության բարդույթով ու դեռևս չեն գտել ճիշտ ապրելու բանալին։ Այս շախմատ կոչվածը ախր իրոք շատ ապազգային խաղ է։ Սուսուփուս խաղալը, միայն մտածելը, ավել չխոսելը, ընդհանուր ընկեր ծանոթներ չգտնելը, տախտակից դուրս այլ խաղաքարեր չունենալը, մարդ չբերելն ու ծանոթ բարեկամ չխառնելը։ Էլ որն ասեմ, իսկ մեր հավաքականի շախմատիստներն ընդհանրապես նույնիսկ հակահայ կերպարներ են։ Նման ոչ հայեցի պահվածքը պետք է միանշանակորեն քննադատվի ազգիս մտավորականության կողմից։ Ինչու՞, որովհետև խարխլվում են մեր ազգային ավանդույթների, համակեցության եւ արժեքների հիմքերը։ Նայեք, մարդ ինչքան համեստ պետք է լինի, որ այսպիսի պահերի ուրիշի շնորհակալություն հայտնի։ Սկսենք սկզբից։ Նախ ինչ է նշանակում աշխարհի չեմպիոն եւ համեստ ու ամաչկոտ մարդ։ Սա արդեն չի կարելի հանդուրժել։ Ոնց, բա մարդն ուրիշի վրա չգոռա, չստորացնի, մի նայեք երթուղայինների վարորդներին կամ падգամավորներին, ինչ ատելություն, ինչպիսի վրեժխնդրություն միմյանց նկատմամբ։ Իսկ տղաները կամ եսի բացակայությունը։ Այդ երբ ենք տեսել, որ հայ մարդը կյանքում գոնե մի անգամ մոռանա իր եսը ու առաջնորդվի բոլորի մենքով։ Նույնիսկ ամենավեհ գաղափարով համախմբվածներն առաջին անգամ ես-մենք օգտագործելուց հետո ընդմիշտ վիրավորվում են միմյանցից, թե ինչպես նրա եսը, մենքը ավելի կարևորվեցին, քան իմ եսը։ Էլ ինչ սկզբունք, ինչ ծրագիր ու նպատակ։ Բայց արի ու տես, որ այստեղ եւս մեր շախմատիստներն անուղղելի հակահայ են։ Թիմի համար նույնիսկ կհրաժարվեն իրենց հավանական հաղթանակից։ Իրար տակ չեն քանդում, իրար չեն գցում։ Ընդգծված ոչ հայկականություն է այն, որ ոչ միտեղ չլսեցինք, թե մեր շախմատիստները որևէ խաղից առաջ կամ հետո, այսպես ասած, լոփո խոսեին։ Չտեսանք, որ հաջողությունից գլուխները կորցրած ավտոմեքենաների մեծության, սևության կամ արագության ռեկորդներ սահմանեն։ Փորձեն բիզնեսներ, բուտկաներ, երթուղայինի գծեր կամ մենաշնորհներ ձեռք բերել։ Կամ մեկը ճանապարհային ոստիկանության տեսուչի վարչական ակտից խուսափելու համար ասեր, թե ինքը կամ Արոնյանն է, կամ Արոնյանի բաժանաղի մաջանաղը։ Բա սա հայավարի է, սա նույնիսկ հայատյաց է։ Նայեք այս տղաների նստած ձևին, փողկապներին, ոչ քծնանք ունեն, ոչ վայ բարև ձեզ։ Իսպար բացակայում է փրկչի դեմքի արտահայտությունը։ Սուսուփուս գնում են առաջնությանը, սուսուփուս հաղթում ու էլի լուր հետ գալիս։ Ոչ զուռնա դհոլ, ոչ քոչարի, ոչ խաշ խորոված, հենց շախմատային սրահներում։ Ու դեռ իմանում ենք, որ մատաղ սերունդը նրանց սկսել է որպես կուրք ընկալել։ Ախր ինչու։ Ոչ տիկնապայի սափրած գլուխ ունեն, ոչ ուժով, փողով կամ ծանոթով հարց են լուծում։ Բակում չեն ճանաչում իրենց։ Ու այսպես շարունակ։ Իսկ գուցե սկսել ենք փոխվել։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։ Գևորգ Էմինտերյանի լավատեսությունը փոքրինչ չափազանցված էր, ու հասարակության մի մասի վարքագիծը դրական փոփոխության նշաններ դեռևս ցույց չի տալիս։ Կոնկրետ օրինակ.
Մայրաքաղաքի Շերամի փողոցի 57, 59, 71 շենքերի դիվադատար բնակիչները հարևան ցենզուրա գիշերային ակումբի բարձր երաժշտության եւ գիշերային կյանքն ամբողջողների ավտոմեքենաների ազդանշանային խրախճանքի ձեռքը կրակնանկած շաբաթներ առաջ հեռախոսազանգով խնդրել են Մալաթիա Սեբաստիա թաղապետարանի օգնությունը եւ տվյալ հարցով քաղաքապետարան զանգահարելու խորհուրդ ստացել։ Այստեղ ասել են, թե աղմուկի խնդրի լուծումը այժմ թաղային ոստիկանների գործն է։ Այս անգամ էլ թաղայինն է խորհուրդ տվել դիմել քաղաքապետարան։ Ի վերջո, նամակը ուղարկվել է կառավարություն, որտեղ այն վերահասցեագրել են ոչ թե քաղաքապետարան, այլ ոստիկանություն։ Անհավատալի է, բայց այստեղ էլ գործը հանձնարարել են թաղայինին։ Մինչ նա կզբաղվեր, նշված շենքերի բնակիչները մի գեղեցիկ առավոտ ականատես են եղել արդեն փողոցային մերկապարի։ Սա, ինչպես ասում են, վերջն էր։ Երկար դեգերումներից հետո բնակիչների հոգնատանջ դիմուն նամակը ուղարկվել է գլխավոր դատախազություն, սակայն հայտնի չէ սա վերջին հանգրվանն է, թե կարուսելը պտտվելու է։ Հետաքրքիր է, որ ցենզուրան ցենզուրայի չի ենթարկում սեփական աշխատանքը։ Դա կանենք մենք Սուրանկյան հաջորդ թողարկմանը ներկայացնելով գիշերային ակումբների մասին պատմող տեսանյութը։ Ամիսներ առաջ Հեյնեկեն գարեջրագործական ընկերությունը հատուկ հետաքննություն էր սկսել շների դաժան մարտեր հովանավորելու մեղադրանքի կապակցությամբ։ Բանն այն է, որ համացանցում հայտնված լուսանկարներում երևացել էին Հեյնեկենի գովազդային պաստառները կռվող շների ռինգում։ Աղմուկը մարեց միայն այն ժամանակ, երբ պարզվեց, որ լուսանկարները արվել են Մոնղոլիայում, որտեղ ընկերությունը միջոցառում էր կազմակերպել, ինչից հետո նույն վայրում շների մարտեր էին կազմակերպվել։ Գովազդային պաստառները պարզապես մոռացել էին հանել։ Հայաստանում շների մարտերի վայրերում գովազդային պաստառներ չեն լինում։ Շնատերերն էլ խաղադրույքով անարգել իրենց արյունոտ գործն են անում եւ արյունոտ փողեր աշխատում, թեև շնամարտերը օրենքով արգելված են։ Բայց, ինչպես ասում են, արգելված պտղի մեխանիզմը գործում է եւ շուն կռվածնելը շարունակվում է։ 21-րդ դարում դժվար է հասկանալ այս յուրօրինակ բիզնեսի հիմնավորումն ու իմաստը։ Մարդիկ հետաքրքրությունից, նյութական շահից, որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար շներին կռվեցնում են։ Պարզ է, որ խեղճ կենդանիներից մեկին անգամ հաղթողին մրցած պարեզից տանում են առնաշաղախ։ Շատերն ուրախանում են նման անհոգի մարտեր դիտելիս, անտեսելով մարդու հավատարիմ բարեկամի լուր տանջանքները։ Այո, սա այն դեպքերից է, երբ օրենքը կա, բայց չի գործում։ Թեման ուսումնասիրելով չգտանք մի դեպք, երբ որևէ մեկը շնամարտի համար պատժված լինի։ Նրան բերել են Դոնեցկից, Կովկասյան գամփռ է։ Այս հեղատեսակի շները հիմնականում հովապահ կամ բակապահ են։ Միայն տեսքը չէ սարսափաստու, բավականին ագրեսիվ են, ու նաև այն պատճառով, որ մարդու թեթև ձեռքով դարձել են մարտական։ Նա ամեն րոպե պատրաստ է ոչնչացնել հակառակորդին։ Այս շան այսպես կոչված մենամարտը քիչ ուշ։ Շատերն են ասում, որ շունը մարդու բարեկամն է, բայց ցավոք ոչ բոլորն են հասկանում դրա իմաստը։ Շատերի համար շունը ուղակի կեղտոտ փող աշխատելու միջոց է։ Իդեպ հայկական գամփռը գելխեղտը մեր բրենդն է, ինչպես կոնյակն ու ծիրանը։ Հսկա այս շների հիմնական բնույթը պահպանելն է։ Այս չորքոտանուն կարելի է վստահել մի հսկա հոտ գայլերից փրկելու համար։ Գամփռն առանձնանում է խելացիությամբ ու ամենակարևորը հավատարմությամբ։ Աստվածչանի, եթե վտանգ զգան, տիրոջը փրկելու համար պատրաստ են ամեն ինչի։ Բայց արի ուտես, որ հաճախ տերերը փողի համար պատրաստ են մեղմ ասած ոչնչացնել նրան։ Այսպես կոչված հիմնավորումը շնամարտերն են։ Բոլոր կռվածնող շները նրանք ունենում են բավական կարճ կյանք։ Ինչ կդառնա շունը, իր ձեռքում չի։ Կախված ով մոտ կգնի, ում նվեր կտանք, ով կգնի այդ շանը, ինչ նպատակներ ունի։ Պիտ սպորտ, այսինքն շների մենամարտ, դաժան տեսարան, շները կյանք ու մահվան կռիվ են տալիս, իսկ տերերն ու ներկաները հիացմունքով դիտում են, թե շներն ինչպես են իրար հոշոտում։ Ես օրինակ չեմ կարա դա ընդունել որպես սպորտաձև, բավականին մեծ հետևանքներ ա դա ունենում, կոտրվածքների, ճողվածների եւ այլն։ Շունը մեղավոր չի, որ ինքը դառնում է ագրեսիվ։ Նրան դարձնում են այդպեսին։ Շան մենամարտերը մեզանում փակ թեմա է, ու եթե մի ժամանակ դրանք կազմակերպվում էին հասարակական վայրերում, ապա հիմա ընդհատակում։
Դե հասկանալի է թե ինչու։ Դրա հետևում շատ պաշտոնյաներ ու մեծահարուստներ կան, որոնք կարող են, ինչպես ասում են, փեշով փող տալ, իրենց պատկերացմամբ կռվող շուն բերեն ու սկսեն շանը գազան դարձնել, ամիսներով ու տարիներով նրա մեջ ագրեսիա մտցնել ու նրանից պատրաստել յուրօրինակ գլադիատոր։ Եթե մեր մոտ վերնիսաժում կարող են ազատ վաճառվել կռվող շան տեսակներ եւ խոսել, թե որը քանիսի կոկորտը կարող է կրծել եւ ոչ մեկ հետամուտ չի դրան, առաջին հերթին հովանավորներ դրա պետք է լինեն նրանք, ովքեր ավելի ու ավելի գումարներ պետք է դնեն։ Այդ պատճառով է, որ Պիտբուլ ու Ռոթվեյլեր ցեղատեսակի շները մարդասպանի համբավ ունեն։ Խղճահարված եմ նայում Պիտբուլներին եւ ստաֆաշերտերերներին, որովհետեւ ցեղատեսակը մեղք չունի, ընդհանրապես ֆիզիկական հնարավորությունները մեծ են։ Նա կարող է շատ բարի ընտանիքի շուն, ընտանիքի անդամ։ Որտեղ եւ ինչ պայմաններում են կազմակերպվում շան մենամարտերը, իրական դեպք գտնելն այսօր չափազանց դժվար է։ Պարզվում է, որ կռիվների համար էլ հատուկ ամիս ու ժամանակ կա։ Դեպքը, որին ականատես եղանք, եզակի էր, ամայի վայր։ Մի քանիսով հավաքվել էին նորից զվարճանալու բարեկամի վախճանով։ Քերո տարեկան տղենով ասայթայան, ապեք թողե մարդ ու տեսես։ Երևում է շունն առաջին անգամ չէր այս տարածքում ու հոգեբանորեն արդեն պատրաստ էր կռվի։ Արտան գնա, դավայ աշխատում է տղա։ Տեսեք, տպավորությունը շատ վատն է, շանը զորով բերեցին, գցեցին իրար վրա, մեկը չի ուսում մյուսի հետ կռվին, նրան թվում է նա ուժեղ է, խնդիրն ինչն է, որ երկուսն է ստիպված են կռվում, նայեք պոչիկը շարժում է, նա հո ուրախացած չի, դա ակտիվության նշան է մեծ մասամբ, քան ուրախության։ Իդեպ, եթե մեկի շունը պարտվում է, գրեթե միշտ տերը նրան առանց խղճի խայթի գնդակահարում է, չէ որ նրա պատճառով հազարավոր դոլարներ է պարտվել։ Շատ մեծահարուստներ սիրահար են այդ տոտալիզատորը։ Նրանք, այսպես ասենք, պայմանականորեն ճակերտեն մեջ մեղավոր չեն։ Մեղավոր են նրանք, ովքեր նրանց հովանավորն են եւ տվյալ պարագայում իշխանական պատկան մարմիններն են։ Կա նաև մեկ այլ կանոն, որը կոչվում է dead game, այսինքն շները կռվում են մինչև մեկի սատկելը։ Սա վկայում է, որ մարդը հանուն փողի պատրաստ է արյունոտ հաճույք ստանալ։ Դաժանությունը միշտ բերում է դաժանության։ Հիշեցնեմ մի դեպք սեպտեմբերի 1-ին, երբ ամուսինը հենց դպրոցի բակում դանակահարեց կնոջը։ Թվում է, թե սա կապ չունի այս թեմայի հետ։ Պարզվում է, որ ամուսինը Unigraph ընկերությունում զբաղվում է կենդանիների վնասազերծմամբ, այսինքն մարդ, որի համար սպանելը սովորական երևույթ է։ Համարյա 100% դեպքերում մարդասպանները, մանյակները սկսել են իրենք կենդանիներից։ Վաղուց գիտականորեն ապացուցված է, որ կենդանու նկատմամբ դաժանություն թույլ տվածը մարդ կենդանատեսակի առջև եւս կանգ չի առնի։ Նշեմ, որ Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում եւ աշխարհի այլ երկրներում շան մենամարտերն օրենքով արգելված են։ Դրանց կազմակերպիչներին նույնիսկ ազատազրկում են։ Մեզ մոտ կենդանիների մասին օրենք եւս կա։ Հայաստանի Հանրապետության իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, նախատեսում է տուգանք։ Քաղաքացիների համար նվազագույն աշխատավարձի 30-պատիկից 50-պատիկի չափով, իսկ պաշտոնարար անձանց համար 80-պատիկից մինչև 100-պատիկի չափով։ Դե յուրո մենք ունենք, որոնք դե ֆակտո չունենք եւ արգելել, ինչ հիմքերով արգելել դա։ Ոստիկանությունն է, որ պետք է հետամուտ լինի, քանի որ անգամ վարչական օրենսգրքով նախատեսած 92-րդ հոդվածը, որը տույժ է նախատեսում կենդանիների խեղման կամ նրանց մահացության բերմանը, անգամ դա պետք է պահպանվի։ Իսկ մենք գիտենք, որ վերջին ժամանակահատվածներում 92 հոդվածով ընդհանրապես որևէ գործ չկա։ Հենց այդ բացթողումից էլ տուժում են այն կենդանիները, որոնց մարդիկ կռվածնում են։ Բացի այդ, Հայաստանն այն եզակի երկրներից է, որը մինչև օրս չի վավերացրել տնային կենդանիների մասին միջազգային կոնվենցիան, որը վերահսկում եւ կարգավորում է մարդ-կենդանի հարաբերությունները։ Հերմինե Բաղդասարյան, Վահագն Ալեքսանյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Անցնող շաբաթ աշխարհը նորից կարևորեց ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրը։ Խնդիրն առավել քան հրատապ է նաև Հայաստանում։ Ինքնասպանությունների լուսաբանումը երևի թե ամենաքննարկվողներից է եւ կարծիքները միշտ տարաբևեռ են։ Համոզված եմ, որ շատ եք լսել այդ մասին եւ կարիք չկա կարծիք հայտնելու, մանավանդ որ ժամանակին նման հնարավորություն ունեցել եմ։
Այն, ինչ կներկայացնի Շամշյանը, մի կողմից կբացահայտի շրջապատի արձագանքը այն դեպքերում, երբ մարդ թաղել է վերջին հույսը, եւ թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակներում։ Չնայած հանուն արդարության պետք է նշեմ, որ ինքնասպանությունների փորձերի թիվը աճում է, ինչը որոշ դեպքերում իմ կարծիքով սեփական անձի վրա լրացուցիչ ուշադրություն սևեռելու արտառոց ու զավեշտալի փաստ է։ Գիտեմ, շատերը չեն համաձայնի, սակայն ինչպես վկայում է վիճակագրությունը, ինքնասպանության գնացողները հասնում են իրենց նպատակին եւ փրկելու հավանականությունը շատ փոքր է։ Անկախ ամեն ինչից համոզված եմ, որ եթե յուրաքանչյուրս գթասրտորեն փորձենք ինչ-որ կերպ թեթևացնել անելանելի վիճակում հայտնվածների հոգսը, որ հետո նաև մեզ չմեղադրենք, ապա նման դեպքերի հավանականությունը նվազագույնի կհասնի։ Ինչևէ, Շամշյանը կպատմի նաև 3 օր առաջ Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթ վթարի մասին, որի կադրերն ի դեպ հատուկ են մոնտաժվել, պահպանելով նման դեպքերի համար գրված եւ չգրված սահմանափակումները։ Տեսարանը իրոք դաժան էր, հիշեցնեմ միայն, որ 2 մարզ զոհվեց։ Խոսի նաև առեղծվածային մի պատմության մասին, երբ Արեքսին բանկի բաժիններից մեկի պետը մահացու վրաերթ էր կատարել եւ փախել դեպքի վայրից։ Մինչ ոստիկանությունը փնտրում էր մեքենայի տիրոջը, հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվել, որ ծանր վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզվել է, որ հենց նա է չարաբաստիկ օրը եղել մեքենայի ղեկին։ Իսկ թե արդյոք պատմածը համապատասխանում է իրականությանը, կբացահայտի Գագիկ Շամշյանը։ Ժողովուրդ ջան, շատերն են խոսում ինքնասպանությունների լուսաբանման թեմայից, թե դեպքերի մասին ռեպորտաժները հակառակ ազդեցություն են թողնում, թե դրանով խթանում են թվի աճ ու տենց էլի։ Իմ լրագրողական գործունեության ընթացքում նկարել եմ բազմաթիվ դեպքեր, երբ ինքնասպանության փորձ կատարողը շնորհակալություն էր հայտնում ինձ եւ փրկողներին, նաեւ ներողություն խնդրելով անիմաստ պարտքումի համար։ Բայց չտանք տենց բաներ, որ հետագայում նման միտք մեկի դատարկ գլուխը մտնելուց հետո գոնե հիշի այդ պատմություններն ու չգնա ծայրահեղ քայլի։ Նենց որ այդ քննադատողները թող մի քիչ ավելի խորը մտածեն եւ նոր ներկայացնեն իրենց մտքի գոհարները։ Մինչ ինքնասպանությունների կանխման դեպքերին անդրադառնալը, խոսեմ աղմուկ հանած մի քանի վթար վրաերթերի մասին։ Չէ հասցրել ավարտել աշխատանքային օրս մեկ էլ զանգ, թե Զովունիի ճանապարհին մի հատ ջիպ մարդ է գցել տակը ու թռել։ Կծկտուր բացատրություններից հասկացա, որ հետիոտը մահացել է։ Հասնելով դեպքի վայր, խորհրդավոր մենության մեջ տեսա Mitsubishi Pajero 60,000 դրամանոց 96 IR 999 համարանիշներով ավտոմեքենան։ Մեքենայի առջևի մասը լավ վնասված էր։ Ոստիկանությունն արդեն տեղեկացվել էր դեպքի մասին եւ արդեն ձեռնարկել էր իր օպերատիվ քննչական եւ հետախուզական միջոցառումները։ Պարզեցի նաև մահացածի ինքնությունը, որին ամենայն հավանականությամբ բարձր արագությամբ ընթացած Պաջերոն մոտ 100 մետր քարշ էր տվել։ Մահացածը 60-ամյա Հովհաննես Փարվանյանն էր, կռունկավար, որն աշխատում էր վթարի հարևանությամբ գտնվող շինարարություններից մեկում։ Ու մինչ ոստիկանությունը փորձում էր հասկանալ, թե ով է եղել չարաբաստիկ մեքենայի ղեկին, դեպքից մոտ 15 ժամ անց համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ գլխուղեղի ցնցում ձախ ակնակապիճի սալջար կապտուկով ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության դիմել Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Սուրեն Երեմյանը։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզում է, որ հենց վերջինս էլ եղել է Mitsubishi-ի վարորդը։ Երեմյանը, որն աշխատում է Արեքսին բանկում որպես բաժնիպետ, խոստովանում է, որ ինքն է եղել։ Հետևից էլ մի սենսացիոն հայտարարություն անում, ըստ որի փորձել է վրաերթի ենթարկվածին օգնություն ցույց տալ, սակայն անհայտ անձը սկսել է անհիմն վիճաբանել իր հետ եւ ծեծի ենթարկել, որից հետո ինքը ավտոմեքենան եւ վրաերթի ենթարկվածին թողնելով դեպքի վայրում հեռացել է։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, ինչքանով է բանկի աշխատակցի ասածը ճիշտ, չգիտեմ, բայց եթե հանկարծ տրյուկ լինի, հաստատ չարժի կրկնել։ Ոչ մեկս ոչ մի բանից ապահովագրված չենք։ Դրա համար էլ Երեմյանից copy paste անել չարժե, քանի որ ոստիկանությունը արժի ականջում քնած չի։ Չգիտեմ, թե ինչ էր հեռուստատեսությամբ տեսել ծիծակ համարներով Porsche-ի վարորդը։ Երևի Բեն Լադենի հարձակումը ամերիկյան երկնաքարների վրա, բայց հենց սեպտեմբերի 11-ին մի նենց շոու սարքեց, որ էլ չասած։ Էն էլ որտեղ քաղաքի կենտրոնում, ժամը 21-ի սահմաններում, Իսահակյան Մաշտոց փողոցների խաչմերուկում, նախ տրորում է մի տաքսու, հետո դուրս է գալի ճանապարհի երթևեկելի գոտուց ու յահլա, կողքը խախանդ կանգնած Կամիլա բուտկի մեջ։ Լավա զոհեր ու վիրավորներ չեղան, ու լավա կրպակում էլ բարեբախտաբար մարդ չկար, թե չէ, եթե էդ էլ լիներ, լրիվ 2001-ի սեպտեմբերի 11-ի սցենարով կգնար։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցներն ու հետաքննիչը բնականաբար այդ ամեն ինչը տեսնելուց հետո էլ ոչինչ չէին մնում անել, քան վարորդներին տեղափոխել բժշկական կենտրոն, սթափության աստիճանը պարզելու համար։ Իդեպ Porsche-ի ղեկին եղել է Աշոտ Ղազարյանը, բայց ոչ մեզ հայտնի Ղազարյանը։ Ինձ էլ որ զանգեցին, մտածեցի, թե էտա կգնամ, միասին հումորով իրավիճակից դուրս կգանք։ Էն էլ դու մի ասա, Աշոտ Ղազարյան անունով ավտովթարի հումորիստ կա։
Այս սեպտեմբերի 11-ը անիծված էր նաև մեզ համար։ Ժամը 18-ի սահմաններում ընկերս զանգեց, թե այ Շամշան հասի, անցյալ կիրակի Սուրանկինով Lexus-ի թռիչքը տվիկ, հիմի արի Նորքում ծիծակ համարներով Mercedes-ի թռիչքը կնկարես։ Ու էլ բան չմնաց, քան թռչելով հասնեմ թռիչքի վայր։ Պարզվում է, Սարալանջի նորակառույց ճանապարհի դեպի նոր տանող հատվածում մոտ 15 մետր երկարությամբ ճանապարհի փլուզման պատճառով այս Mercedes-ը մոտ 3 մետր գլորվել է ձորը։ Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան։ Մինչ նկարահանման ընթացքում փոփում էի վարորդին, որ լավ է անփորձանք պրծար ու ինչպես Սուրանկյան նախորդ թողարկման ժամանակ ասել էր Վահե Ղազարյանը, ինչ լինում է ժեշտին լինի, հավաքվածները մոտենում եւ ասում են. «Ոչինչ Շամշան ջան, փոսփորողի մեքենան ընկավ փոսը»։ Պարզեցի նաեւ, որ մեքենայի տերը շինարարական եւ կառուցապատող ընկերություններից մեկի ներկայացուցիչն էր, ու երբ հերակառավարման սարքով փորձել է բացել մեքենայի դռները, տեղի ունեցել փլուզում։ Իսկը ձախորդ փանոս։ Առաջինը դեպքի վայր են ժամանել փրկարարները, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև Նորք Մանաշի թաղապետը, ինչպես նաև փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, ովքեր փորձում են ճշտել վարորդի ինքնությունը։ Խնդիրն այն էր, որ փրկարարները իրենց հիմնական աշխատանքային զուգահեռ կատարում էին նաև ճանապարհային ոստիկանության պարտականությունները, հետաքրքրասեր վարորդներին հեռացնելով վթարի վայրից։ Ժամանեցին նաև մի քանի սափրագլոխներ, որոնց հավաքվածները տեսնելով ասում են, թե սրանք հաստատ այդ ավտոկայանատեղի կառուցող շինարարության տիրոջ Նազիր Վեզիրներն են։ Մտածեցի, թե սա հավեսով սուժե եմ ստանալու։ Սրանք ոնց լինի չլինի վրա կտան։ Էն էլ հանգիստ պահեցին։ Աչքիս սաղն էլ ջոկել են, որ բազարները արդյունք չեն տալիս, որ իմ երեսը իրանց երեսից էլ պադոշ է ու լրիվ յան են տվել։ Դուք շինարարն եք։ Իսկ ի՞նչ է կառուցվում մեստը, ինչ էր կառուցվում։ Բարդակ։ Ինչ բարդակ։ Հələ բարդակ են սարքել։ Այն ինչին ականատես եղա նախորդ կիրակի նկարագրելու չի, ու ոչ այն պատճառը, որ սարսափելի վթար էր։ Դրանից ավելի սարսափելիներն են եղել, այ թե ինչպիսի ջանազիրությամբ էին փրկում եւ օգնում պատական անցորդները վթարի ենթարկվածներից։ Շատ ենք քննադատում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին, բայց այդ օրը հասկացա ամեն ինչ չի որ կորած է։ Օրբելի փողոցի վրա օրը ցերեկով Ford Magnus-ի մեքենան դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում մայթին կայաված բեռնատարին, այնուհետև հարվածում ծառին եւ հետո պատին։ Տեսանը դաժան էր։ Ու պատկերացնում ենք, այո, մարդկային դժբախտությունը համախմբում է բոլորիս։ Ասվածի սապացույցը։ Առաջինը տուժածներին օգնություն ցուցաբերեցին պատական անցորդները, ինչպես նաև դեպքի վայրի հարևանությամբ գտնվող զինվորական հոսպիտալի շարքային զինվորները։ Հետո նոր միայն ժամանեցին ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները։ Պարզվեց, որ մեքենայի մեջ եղել են 5 հոգի, 2 աղջիկ եւ 3 տղա, բոլորն էլ երիտասարդ։ Դեպքի վայր ժամանած շտաբօգնության բրիգադները տուժածներին տեղափոխում էին հիվանդանոց։ Հետո պարզեցի, որ հիվանդանոց տեղափոխված 2 աղջիկները մահացել են։ Նրանցից մեկը Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի աղջիկն էր։ Իրոք դաժան էր, քանի որ ընթանում է նախաքննություն, զերծ կմնան որևէ գնահատական տալ կատարվածի հետ կապված։ Սակայն այս դեպքը եւս մեկ անգամ պետք է դաս դառնա բոլորի համար, մասնավորապես ղեկին զգոն լինելու եւ արագության չգերազանցման իմաստով։ Չգիտեմ, մեր իրանցի աղբերները իրենց երկրում զգոն են թե ոչ, բայց որ կասկածելու ունեմ ստեղի մասով հաստատ է։ Եկա Հայաստանում 2 ավտոբուսների իրանցի վարորդները ոնց հարմարացին, որ իրար խփին։ Այս դեպքը հաստատ կարելի է դասել մասշտաբայինների շարքին։ Երևան-Սևան ճանապարհին հարսնակարից մի քանի մետր ներքև մարդկանց կուտակումներ ու իրարանցում էր։ Մտածեցի, այս կարող է հարսանիք է, բայց մոտենալով ականատես եղա պարսկական մուղամի։ Տո էլ միլիցա, ընդ որում մարզի առաջին դեմքերի մակարդակով։ Տո սկորի, տո հատուկ փրկարարական ջոկատներ ու բոլորը վազում էին ու վազում։ Տենց իրարանցում չէի տեսել։ Մի պայլ մտածեցի, թե երևի սերիալ են նկարում, բայց դու մի ասա, իրականություն է, ժողովուրդ ջան։ Առանց չափազանցնելու սկորի էր, որ գնում էր։ Ընդ որում գնացածներն էլ հետ էին գալիս։ Պարսկական 2 ավտոբուսների բախման արդյունքում գոնե իմ տեսածով 10 էին, որ տանում էին բժիշկները։ Սակայն հետո պարզեցի, որ տարվածներից 6-ն էին վնասվածքացել։ Բոլորն էլ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ։ Սկորին չի դա։ Նման մի տեսահանել հանդիպեցի Արտաշատում, նույն օրը առավոտյան։ Սաղ սուտա մարդ պիտի բախտ ունենա,
թե չէ ոնց բացատրես, որ տրակտորը սարքելու համար կանգնես ու առաջին հայացքից անվտանգ թվացող վայրում փորձես վերացնել անսարքությունը, մեկ էլ հետևից յալլա ավտոն մտնի։ Ցավակցելով տրակտորի մեջ մխրճված 06-ի վարորդի հարազատներին, այնուհանդերձ չեմ կարող չասել, որ գոնե ինձ համար անհասկանալի մնաց, թե ոնց կարելի էր նման անզգուշություն դրսևորել։ Անգամ դեպքի վայրում հավաքված վարորդները զարմացել ու տարակուսել էին։ Տրակտորիստը մահացել էր հենց տեղում։ Եվ այ Ղազարյանի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք ցույց չտալ այն կադրերը, որտեղ երևում է թե ուր էր կանգնած եղել տրակտորիստը եւ ինչ ուժգնությամբ հարված է ստացել եւ որտեղ էին հայտնվել մարմնի մասերը։ Դա երևում է տրակտորի հետնամասում հայտնաբերված մարկային օրգաններից, իսկ ազրովերցի վարորդը մահացավ հիվանդանոցում։ Հերթական անհետ վթարը ընտանիքներ որփացրեց։ Մի հատ տրակտորից տեսա գտնենք թող քաշի։ Հիմա անցնեմ ինքնասպանության փորձին։ Համաձայն եմ Վայե Ղազարյանի հետ, երբ նշում է, որ շատ դեպքերում ինքնասպանության փորձ կատարողները նպատակ են ունենում լրացուցիչ ուշադրություն բևեռել իրանց վրա։ Դրա մեջ համոզվել եմ բազմիցս, բայց լինում են դեպքեր, երբ պատականությունն է օգնության հասնում։ Նենց ոնց որ եղավ այս դեպքում։ Ուսատկինը փորձում էր իր եւ 1.5 տարեկան իր երեխայի կյանքին վերջ տալ այն բանից հետո, երբ ծնողները տանից հանել էին նրան, ասելով, թե ուր ուզում ես գնա ապրի։ Ու քանի որ ինքը աշխատում էր շշերի գործարանում, բայց այդ աշխատավարձով չէր կարող անգամ հոգալ իր եւ երեխայի կարիքները եւ չէր կարող բնակարան վարձել, ստիպված ցանկանում էր այդ դաժան քայլին դիմել։ Իսկ կուզես աշխատես։ Քանի ժամ ես աշխատում եք։ 8:30։ Արևիկ բադու այտենց որոշեցի, որ գաս այդ քայլին դիմես։ Ուզում էր քեզ ու երեխուն գցեիր կամուրջից։ Հա Արևիկ։ Բայց խեյր ուզում գցեիր Արևիկ։ Հա։ Ինչի համար։ Հա Արևիկ։ Ինչ էր եղել։ Ծնողների հետ խնդիր կա։ Ինչ էին ասում։ Հա։ Հա Արևիկ։ Ասում էին տանից դուրս արի, հա։ Բա որտեղ մնաց։ Հա։ Բայց ինչի համար էին ասում տանից դուրս արի։ Գումարը չէր բավականացնում աշխատանքի, հա։ Եվ ահա սեպտեմբերի 2-ին ժամը 17:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի տեսուչներ Վարդան Վայրյանը, Կարեն Զաքարյանը, վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ Կոտայքի մարզում ծառայություն են կատարում, եւ նրանց են մոտենում քաղաքացիներ եւ հայտնում, որ Նորհաջնի կամուրջից երիտասարդ մի աղջիկ մանկասակ երեխան Գիրկը ինքնասպանության նպատակով ցանկանում է իրեն կամուրջից ցած նետել։ Նաև նշում են, որ չեն կարողանում համոզել, որպեսզի մայրը այդ ծայրահեղ քայլին չդիմի։ Մնացածը ինչպես ասում են հերոսների շուրթերից։ Անմիջապես եկանք ստեղ միանգամից։ Տեսանք, այդ աղջկան մեզ չէր նկատել, մեջքի վրա կանգնած էր, մեջքի կողմով։ Մեքենան կանգնացինք, մոտեցամ, տեսավ ինձ արդեն սկսեց վազել։ Վազեց դեպի կամրջի ավելի բարձր կողմը, այդ ժամանակ հասա կանգնացրի իրան։ Արդեն միջովետ ինքը կախված նայում էր, երեխաները լացում են, երկուսն էլ լացում են։ Արդեն հետ քաշեցի իրան դեպի ես կողմ, այդ պերիլաներից ես կողմ քաշեցի։ Երեխուն ձեռից հազիվ կարացինք վեկալ են, կանգնեցին, օգնեցին, ահագին մարդ օգնեց։ Մի խոսքով հալալ է տղերքին։ Նաև կուզենանք կոչ անել աղջկա ծնողներին, որ անկախ ամեն ինչից հիշեն ծնողի առաքելության մասին, որ իրենց անզգույշ քայլը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Հուսով եմ նաև, որ Ռուսաստան մեկնած անուղեղ հայվան ամուսինը այժմ մեզ դիտում է եւ մի բան կանի ստեղծված իրավիճակը շտկելու համար։ Ախր շատ քաղց է երեխա ունես։ Տականք։ Մյուս դեպքը կարծում եմ մեկնաբանության կարիք չունի։ Միայն նշեմ, որ ինքնասպանության փորձ կատարողը Մասիսի բնակիչ էր։ Հասկանալի պատճառներով անունը չեմ նշի։ Մնացածը կպատմեմ կադրերը։ Եվ այս դեպքում էլ նրա կյանքը փրկեցին փրկարարները, ոստիկաններն ու պատահական քաղաքացիները։ Տեսակ չէ ժողովուրդ ջան, ինչ բան է կյանքը։ Արխիվումս ունեմ նաև ինքնասպանության կադրեր, սակայն դա ցույց չեմ տա, չնայած որ կարելի էր։ Գոնե տեսնելով թե ինչ սարսափելի է, մյուսները ռիսկ չեն անի։ Բոլորին հորդորում եմ, որ նստեն ու ուսումնասիրեն նման դեպքերի պատմությունները, փորձեն հասկանալ թե ինչն են կա ցիմքում, հետո հասկանան, թե ունեն արդյոք բարեկամ կամ հարազատ, որոնց մոտ կա նման այսպես կոչված ախտանիշ ու փորձեն իրենց հոգատարությամբ կանխել հնարավոր վտանգը։ Այդ դեպքում էլ նման թեման չի լինի, որ հետո սպորվեն, կարելի է լուսաբանել թե ոչ։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Դե ինչ,
Եղեք առողջ հոգով, մտքով, մարմնով եւ արդար։ Ու հիշեք, առողջությունը թանկ է հարստությունից, իսկ արդարությունը բարձրագույնն է բոլոր առաքինություններից։ Իսկ մեզ կարող եք զանգահարել միայն երկուշաբթի օրերին ժամը 12-ից 14-ը 098 80 91 93 հեռախոսահամարով։ Այցելեք նաև Twitter-ի, Facebook-ի եւ YouTube-ի Սուրենկյան էջեր եւ դիտեք մեր տեսանյութերն ու թողարկումները։ Կհանդիպենք սեպտեմբերի 23-ին ժամը 22-ին։ Բարին ընդ ձեզ։